Անուն հոր և որդվո և հոգույն սրբո ամեն։ Պարկ և կողություն երկնավոր հոր, որ այսօր անգամ ևս մեզի արիտը ընձայեց, որ համախմբվինք իր դան մեջ, և այսօրվա երկու ժամերկությունները, որ գադարեցինք, որոնք հաջորդաբար գխորհրդանշեն մին խաղաղական ժամերկությունը, մեր հոգիներու խաղաղությունը, իսկ երկրորդը հանգստյան ժամերկությունը, մեր հոգիներու խաղաղութենեն ետք, հանգստանալով, լիցկավորվելով, երթալու մեր դուները և հանգիստ գիշերը անցնելով, ինչպես աղոթքին մեջ արդասանեցինք, վաղը առավոտ գրգին, երբ աչքերն իսպանանք պարկ դալու աստուծո, որ լույսը անգամ ևս դեսանք։ Հետևաբար, ինչպես գիտեք, սիրելի հարազատներ, այս դարի մեզի ուղղություն մդրված է վեհապար Հայրապետին կողմէ, ինչպես նաև թեմագալ առաջնորդի կողմէ, որ մեր մեծ բահոց խորհրդածությունները լան վեհապար Հայրապետի հռչակագիրը, որ է հոգևոր կյանքի վերանորոգում։ Հոգևոր կյանքի վերանորոգումը միևնույն ժամանակ հոգևոր ճամփորդություն մնե առ Աստված։ Եվ այդ ճամփորդության ընթացքին պատրաստությունն է, որ պիտի տեսնենք, որպեսզի պատրաստված ճամփորդենք դեպի Աստված եւ հոն նաեւ խաղաղեցնենք մեր հոգիները եւ մեր մտքերը։ Հոգևոր կյանքի վերանորոգում մտածեցինք այս վերնակրին հունվարի երկրորդ գիրագին արդեն այս սուրբ խորանեն գարտացվեցավ վեհապար Հայրապետի հռչակագիրը, որ գբարունագեր 16 էջեր, որ այս սուրբը գարտած 35 վարգյան դևեց ընթերցումը։ Բայց գարձեմ քիչ լուսապանության գարիքը գա, այդ օրը կամ կետրոնացանք, կամ չգրցանք կետրոնալ, հասկնալու համար վեհապար Հայրապետի մտահոգությունը, անոր մտածումը, որ այսօր պիտի փորձենք լույս սփռել եւ բարձապանել, թե ինչ կուզեր վեհապարը այս իր վերնակրով։ Ինչպես գիտենք, 2003-ին ի վեր ամեն տարի հռչակագիրը լույս կտեսնե։ Եվ հռչակագրերը խորքին մեջ տեղակիրներ են, որ ինչպես բժիշկի գերտանք, համապատասխան տեղակիր մը գուդա մեզի բժիշկը, և այդ տեղը գոգնակործենք և ապա գարողջանանք։ Վեհապար Հայրապետը հոգևոր արումով տեղակիրներ գուդա մեզի, որպեսզի մեր հոգին առողջացնենք և մեր հոգին վերանորոգենք և մեր կյանքը զարդարենք։ Եթե ավետարաններու մեջ հետևած ենք, Հիսուս մոտավորապես 39 հրաշքներ կործած է, հիվանդներ բժշկած է։ Եվ հիվանդները բժշկած ժամանակ նախ հավատափորձության մը կենտարգե հիվանդին։ Հիվանդը գուկա իրեն գսե, դեր գուզեմ որ զիս բժշկես։ Հիսուս նախ գարցնե իրեն, որ դու գհավատաս, որ ես կրնամ քեզ բժշկել։ Հիվանդը կպատասխանե, այո։ Հետևաբար գսե, հավատքդ քեզ բրգեց, հավատքդ քեզ բժշկեց։ 3 անգամներ փերողները անհավատներ էին եւ առաքյալները չհաջողեցան բժշկելու հիվանդին 3 բարականերու մեջ։ Եվ Հիսուս անոնց դարձավ եւ ըսավ, մինչեւ երբ ես ցեզի հետ պիտի լամ, ով անհավատներ, որովհետև
բժշկվելու համար թե հիվանդը եթե հիվանդին վրա ցերկ տնողը պատրաստ պետք է լան, որովհետև եկեղեցականը, որ հիվանդին պիտի բժշկե, երկինքեն պիտի առնե այն բժշկության կարողությունը եւ փոխանցե, ինչպես կսե ներսես շնորհալին, գսե մենք խողովակի թեր պիտի չի գադարենք, որովհետև ճուրը խողովակին մեջ են կփոխադրվի, գհոսի ու գերտա, խողովակը ոչ մեկ բան կսկա, բնաստային օրեն իր մեջ են ճուր գանցնի, ներսես շնորհալի այրավետ մեզի գտելատրե, որ այդ հավատքը փոխանցելու ժամանակ ճուրի խողովակի մի նմանիկ, այլ ըսպունքի նմանեցեք, նախ դուք ձգեցեք այդ շնորհքները, որ Աստված պիտի փաշխե ժողովրդին եւ ապա ըսպունքին ընդմեջեն, երբ թեթև սեղմես, արդեն դուրս կժայթքի բոլոր այդ շնորհքները եւ կփոխանցվի մարդոց։ Վերադառնանք մեր նյութին հավատքի կյանքի վերանորոգում։ Այս վերնակիրը կմատնանշե երևույթը, դեպքը, որ խդացումն է անհադիմը, գրոնիմը կամ ազգիմը հարազատ մտածումներուն ու ցկդումներուն անոր զինք կհրավիրե, այսինքն անոր կհրավիրե ինքնաճանաչման ու իր էության հունավորելով անոր կյանքի ճամփան եւ որոշակի նպատակ մտալով անոր կյանքին։ Հետևաբար այն անհատը, գրոնը կամ ազգը, որուն կյանքը դադարք է արժեքներ է, հոգևոր ապրումներ է, պաստորեն կդառնա անփովանտակ, անտիմակից ու աննպատակ գոյությունը։ Վեհապարը նվադելով այս մեկը մեզ կհրավիրե այս գոչումներուն։ Մարդկային կյանքի զանազան բնակավարներուն առնչված արժեքներ գոյություն ունին, ինչպես հոգևոր, բարոյական, իմացական եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքական երբեմն։ Ուրեմն հոգևոր արժեքներու աղբյուրը հայրաբեդը մեզի գսե թե Աստվածաշունչն է։ Աստվածաշունչի մեջ պիտի փնտրենք մեր հոգևոր արժեքները վերանորոգելու աղբյուրը եւ որպես քրիստոնյա ազգ մեր արժեքներու համագարկին հիմքը կգազմե Աստվածաշունչը։ Հոգևոր արժեքներու կանցարանին կպատկանին նաեւ աստվածաշնչական արժեքները իրենց կյանքին մեջ ապրած ու վկայած մեր սուրբերուն ու եկեղեցու հայրերուն վարքն ու հոգեմտավոր ստեղծագործությունը, ինչպես նաև մեր ազգին ու եկեղեցու կյանքին առնչված նշանակալից երևույթներ եւ դեպքեր։ Օրինակ, մեր հայոց պատմության մեջ անշուշտ քրիստոնեությունը ընդունելու այդ օրերուն զանազան հոգևոր, հոգեմտավոր եւ ֆիզիկական հեղափոխություններ տեղի ունեցած է։ Եվ հայրաբեդը իր գոնտագին մեջ գմատնանշե քանի մահադը։ Օրինակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրաբեդի հոգևոր հեղափոխությունը, որ գդարեց 301 թվականին։ Եսայի մարգարեության մեջ մենք կգարտանք մարգարեն Քրիստոսի ծնունդը, որ գմարգարեյանա, իմիջայլոց Եսայի մարգարեն Քրիստոսե 800 տարի առաջ ապրած է։ Եվ Սուրբ Գրքի մասնակետներ զինք կգոչեն 5-րդ ավետարանիչ։ Նախքան 4-ը
դեղի ունենալ կրվիլը արդեն Եսայի մարգարեն մարգարայացած է։ Գսե մենք խավարին մեջ նստած էինք, հանգարց երկինքեն լույս մծակեցավ եւ լուսավորեց մեզ։ Հետևաբար Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդի հոգևոր հեղափոխությունը այն էր, եւ խավարի մեջ նստած էինք հոգեպես երկինքեն լույս մծակեցուց եւ ոչ թե միան լույսը ծակեցուց ամբողջ Հայաստանը քրիստոնյա դարձուց, այլ նաեւ Հայրաբեդի Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդի եւ հայ ժողովրդի հավատքի զորութենեն Քրիստոս երկրորդ անգամ վերադարձավ Հայաստան աշխարհ եւ բատմիչը գսե ոսկի ուրնագով մուրջով, այսինքն գծեց հադագակիցը Սուրբ Էջմիածնին։ Գտեսնեք ինչ հավատքի զորությամբ Քրիստոս գիչնե Հայաստան, Երուսաղեմն իջավ Քրիստոս, իր ծնունդը հոներ եւ Երուսաղեմեն դուրս չելավ, բայց մեր նախնիներու հավատքը այնքան զորավոր էին, որ Քրիստոս հաջեցավ երկրորդ անգամ իջնել Հայաստանի հողին վրա եւ գծել առաջին եկեղեցին, որ 302 թվականին գառուցվեցավ։ Երկրորդ հոգե մտավոր հեղափոխություն մտեղի ունեցավ։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի այդ զարթոնքի շրջաններ, որ բոլոր եկեղեցիները հայկական գառուցված էին, արարողություններ կային, բայց դժբախտաբար օդար լեզուներով։ Մեսրոպ Մաշտոցի այդ հոգեմտավոր հեղափոխությունը հայերեն լեզվի այփենքիմի քյուդը բատմիչը շատ գեղեցիկ բարերով գսե Աստված սկսավ հայերեն խոսիլ հայ ժողովրդին հետ։ Հայրաբեդը այս կհիշեցնե մեզի Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց։ Ապա երբ հոգինից լուսավորվեցավ, մեր մտքերն լուսավորվեցավ, այս անգամ ֆիզիկական ազատության գարիք ունեինք, որովհետև գաշկանտված էինք, մեկ կողմեն Բյուզանդիոնը, մյուս կողմեն Բարսկաստանը, մյուս կողմեն այլ հետանոց երկիրներ նեղություն գուդային մեզի եւ հանգարց դեղի ունեցավ Վարդանանց հերոսամարտը, որ իրեն համար երկու բնապան վերցուց։ Առաջինը մահ իմացյալ անմահություն է, եթե դու գիտես ինչու համար գմերնիս, ինչու համար գնահատակվիս, գանմահանաս։ Իսկ մահ ոչ իմացյալ մահ է։ Եթե չես գիտեր ինչու համար գերտաս գմերնիս, գնմանիս միջին արևելքի մեջի այդ դաեշներուն համար, որոնք գերտան եւ ինքնին կբայտեցնեն, բայց չեն գիտեր թե ինչու։ Հետևաբար առաջին լոզունգը այն էր. մահ իմացյալ անմահություն է, մահ ոչ իմացյալ մահ է։ Երկրորդ լոզունգը, որ շատ կարևոր է, մեր հոգեմտավոր աճումին եւ զարգացումին համար, ինչ ըսին եւ դիզբոնկացին հայ նախարարները, ըսին մենք մեր մայրը գճանչնանք հայ արաքելական Սուրբ եկեղեցին, իսկ մեր հայրը Սուրբ Ավետարանը։ Ավասիկ այս ալ գհիշեցնե Հայրաբեդը մեզի, որովհետեւ մեր հոգևոր կյանքը վերանորոգենք, փաստացի դվյալներով եւ ամուր հիմերով վրա տնենք։ Անոնց մեջ ջարակայտող արժեքները ու իդեալները։ Իսկ ինչ կհասկանանք հոգևոր կյանք ըսելով, մենք մեզի հարցնենք օրմա։ Ընդհանուր բացատրությամբ հոգևոր կյանք կնկատվի այն կյանքը, որուն առանցքը եւ շրջագիծը առավելաբար հոգևոր արժեքներն են։ Այլ խոսքով հոգևոր արժեքներով ապրված ու շաղախված կյանքը Քրիստոսի հետևելու որոշումը առած ովևէ մեկ անձիմը կյանքն է։ Բնականաբար հոգևոր կյանք պետք է լա Քրիստոսի աշխարհ բերած
արժեքներով զսպանակված ու իմաստավորված։ Քրիստոնյա մարդու կյանքը որքանով հոգևոր է այս օրերուն, եթե հարց տանք, այս այլ հարց մնե երկար բացատրության գարիքը գա, կգարձեմ շատ ժամանակ պիտի խլե։ Անոր վրայեն կշրջանցենք, սակայն որպես մտածում դարեք ցեզի հետ ծերդուները, այս ուղղությամբ մտածեցեք նաև։ Հիշենք Վարդանանց հերոսամարտին, հերոսներուն պատասխանը հազգերտին։ Անոն գսին քրիստոնեական հավատքը հակուստը չէ, որ հակնենք եւ ապա հանենք եւ ըստ դեղին, պայմանին, ժամանակին մեր քույնը եւ հակուստը փոխենք։ Հակուստը չէ, որ փոխենք գսին, այլ մեր մորթին քույնն է։ Մարդ իր մորթին քույնը կրնա փոխել, ոչ։ Մենք ալ քրիստոնեական աստվածային հավատքը ըմբռնած ենք մեր մորթի քույնին պես։ Այլ խոսքով մեր ինքնությունն է։ Ուրեմն ինքնությունը գազմո արժեքները ու ճշմարտությունները պետք է ապրիլ կյանքի, գործի ու նպատակի վերածելով։ Այս է ամփոփումը այդ 16 էջերուն, որ գարտացվեցավ, եթե այս ուղղությամբ մենք շարժենք, վստահ եղեք, որ գրնանք մեր հոգևոր կյանքը վերանորոգել եւ ապա մեծ բահոց այս շրջանեն յետք թիմավորել Քրիստոսի հարության գաղափարը։ Դեր օրհնեցես հիմա Հավիդյանս ամեն